Լրաբեր լրատվական ծրագիրը Պրոմեթև հեռուստաընկերության ամենամարդաշատ խմբագրությունն է։ Տարին մեկ անգամ, այսինքն անցնող տարվա վերջին օրը, մենք հեռուստադիտողին փորձում ենք պատմել այն ամենի մասին, թե ինչ է կատարվում ողջ տարվա ընթացքում լրաբերի ներսում եւ ինչպիսին է նրա ներքին խոհանոցը, աշխատանքը եթերից դուրս ըստ նույն լրաբերի տեսախցիկի արձանագրության։ Երբ սկսեցինք անցկացնել մեր հետախուզական նկարահանումները, պարզվեց, Պարզվեց, որ լրաբերում այնքան էլ չեն սիրում տեսախցիկ և այնքան էլ չեն սիրում պատասխանել հարցերի, առաջնորդվելով այստեղ հարցերը մենք ենք տալիս կարգախոսով։ Մենք չենք պատասխանում, մենք ավելի շատ հարցնում ենք, իմանում ենք, ասում ենք։ Պետք է եթեր տակ, չէ, խնդրում եմ, լավ էլի, ես գիտեմ, խնդրում եմ, չէ, որևէ բան չէ։ Դե լավ երեխեք, չէ, երեխեք, չէ, գնա, սո։ Չեմ պատմի։ Լավ, չասինք նկարեք։ Տարվա առանց բացառության բոլոր օրերին լրաբերի աշխատակիցները խիստ զբաղված են։ Լրատվական ծրագրում աշխատելը պարտադրում է տեղյակ լինել ամեն ինչից ու ամենքից։ Լուրջ գործերով զբաղվելը մեզ ամենևին չի խանգարում լինել հետաքրքիր և հումորով մարդիկ։ Խուսափելով ավելորդ համեստությունից ասենք, որ մեր խմբագրության բոլոր աշխատակիցները առանձնանում են իրենց ինքնատիպությամբ։ Այն մարդիկ, ովքեր ամեն օր հեռուստադիտողի համար հավաքում և պատրաստում են լրատվություն, այսպիսին են։ Ամեն ինչն է լրաբերում հետաքրքիր թերևս, նայած որ տեսանկյունից և նայած ում համար։ Սիրում եմ են մարդը հետ մոնտաժանել, ով նորմալ պատրաստված գալիս է մոնտաժն։ Իսկ այդ մարդը Լիլիթ Կասյանն է։ Նախալին։ Հա, ճիշտ է։ Միչայլոց աշխատավարձի օրերը։ Դες նախասիրությունները չկան, ում հետ կամ հետ չի։ Բոլորի հետ էլ հավասար աշխատում ենք, ինչ կապ ունի ում հետ։ Ասում են, որ ժուրնալիստի աշխատանքը ժուրնալիստի աշխատանքի ժամանակը ինչպես եւ հրեաներին չեն հաշվում։ Անչափ շատ եմ սիրում, բայց ամենաշատը սիրում եմ փող հաշվել, ինչով հիմա զբաղված եմ։ Եվ խնդրում եմ ինձ չխանգարեք ընդհանրապես։ Ես փող եմ հաշվում։ Լրաբերին շատ եմ սիրում։ Նայում տենամ որտե ինչ կա գնանք նկարենք, վերենք նոր տարի անենք։ Առավոտ ժամը 7-ին արթնանալ է պետք ու հասրել 8:30-ի եթերին արդեն լինել Պրոմեթևսում։ Եթերի ժամանակ ուրախալի բան չի լինում, տխուր բաներ ալի։ Լարվածությունից հրած ինջան։ Դու պատասխանատվություն կրում ես, որ 4-ին ես 7-ից չհասցնեմ եթեր, հա? Ինչ կլինի դեպքում։ Այս տարվա տնտեսական արդյունքներն եմ ամփոփում։ Սա նախարարության գործը տվել են ինձ։ Պատկերացնում ես։ Պետք է ամփոփենք, բա ոնց անենք, մի տարի էլ մեծացանք, ապրեցինք, պետք է իմանանք ինչ արենք, չարենք։ Դու ինչ որ բան արել ես այս տարի։ Առայժմ ոչ։ Թվում է մի քիչ մեծացել ես։ Լրաբերի պատրաստման պատասխանատուներից մեկը մեկնաբանն է։ Նրանցում տեսնում եք եթերում հնարավորություն ունեք տեսնել նաև եթերից առաջ եւ ընդհանրապես աշխատանքի բահին։ Շատ են ցանկությունները, բոլորը թերևս չեմ կարող թվարկել, դրա համար չթվարկեմ, սահմանափակվենք քաղցրավենիքով, Grand Candy, եթե կարելի է, սիրելի ձմեռ պապիկ։ Գնում եմ յարի, մի ճամփա բացե, չոքելը կաղաչեմ, Սարին ու քարի Գայան թղթերս բեր։ Ղազոյան։ Այսօր անցնող տարվա վերջին օրն է։ Ամանորյա մաղթանքներ լրաբերի աշխատակիցների կողմից։ Երկրին քաղաքական կայունություն։ Փորձանք առողջ ուրախ տարի։ Ես կարծում եմ մենք բոլորս մի գաղափարի շուրջ համախմբված իրար նկատմամբ շատ մեծ հարգանքով, շատ մեծ սիրով համակված մարդիկ ենք։ Մենք բոլորս մի խնդիր ունենք մարդկանց տեղեկություններ տալ, ինչքան կարելի է հավաստի եւ ինչքան կարելի է արագ եւ ինչքան կարողանում ենք այդ խնդիրը լուծենք։ Ահա այսպիսին է մեր խմբագրությունը, որտեղ աշխատող բոլոր մարդիկ փորձում են պատմել օրվա անցուդարձի մասին։ Հրաձին Սաֆարյան եւ մի խումբ օպերատորներ։ Լրաբեր։